Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսած շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երկրորդական արարչագործությունը։ Մայտրեյան Վիտուրային պատմում է, որ ըստ արիացիների արարչագործության հոգեբանական գործընթացները անցնում են կենդանի էակի բանականության հիմքի վրա։ Այսինքն այն արժեքային համակարգերի, որի հիմքի վրա, որ կենդանեակը ինքը գալիս է նյութական աշխարհ։ Այս պահին մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը այդ արարչագործության գործընթացի ընթացքում իր մարմնից տարբեր մասերից ինչ-որ տարբեր երևույթներ էին առաջ գալիս, մենք դες այդ բավականին մանրամասը քննարկում ենք ամեն ինչը եւ ես ուղղակի կարդամ հաջորդ տեքստը ու շարունակենք։ Ուրեմն կafեք Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 12-րդ գլուխ տեքստ 42-ից Այնուհետև Բրահման ստեղծեց ձեռնադրման ծեսը, որի միջոցով ստանում են կրկնածնունդի սրբազան թելը, ինչպես նաև կանոնները, որոնք վեդաներն ընդունելուց հետո պետք է պահպանվեն առնվազն 1 տարի։ Կանոնները նրանց համար, ովքեր երդվել են զերծ մնալ սեռական գործունեությունից։ Վեդաներում սահմանված զբաղմունքները տնային տնտեսուհիների պարտականությունները, ինչպես նաև այն միջոցները, որոնցով կարելի է ապրուստ ապահովել առանց մուրացկանելու, միայն թափված հացահատիկ ուտելով։ Ուրեմն կներեք ես մի հատ այստեղ մի բան նայեմ ուսերենով, Ուրեմն ինչպես տեսնում ենք, քննարկումը ինքը շարունակվում է, եւ այստեղ հանդիպեցինք անմիջապես գաղափար, որը մեզ համար անծանոթ է։ Իրականում ձեռնադրման գաղափարը, չէ, ինքը կա երևի թե ամեն տեղ, բոլոր բնական շարժումները իրենք ունեն ձեռնադրման process։ Այդ ձեռնադրման process-ը ինքը կարող է կրել ձևական բնույթ եւ կարող է կրել շատ լուրջ ըստ էության բնույթ։ Ուրեմն ընդհանրապես մենք տեսանք, որ այդպիսի հաջորդակալություն բանալվեց, ներկայացվեց, չէ, որ սկզբում ուրեմն Տեր Բրահմայից դուրս եկան վեդաները եւ հետո նոր ուրեմն Բրահման ինքը ստեղծեց ձեռնադրման process-ը։ Ինչու հենց վեդաները հայտնվելուց հետո։ Սա առաջի հարցն է, որ անմիջապես առաջանում է, եւ ինչի համար է ընդհանրապես պետք ձեռնադրումը։ Ինչու փաստացի սա նշանակում է, չէ, որ որպեսզի անձնավորությունը ինքը մոտենա, այսինքն կա գիտելիքը, վեդաները դա նշանակում է, եկավ աստվածային գիտելիքը։ Ինչու չի կարելի ուղղակի վերցնել գիրքը եւ սկսել կարդալ։ Կամ եթե ապրում ես այնպիսի դարաշրջանում, որտեղ դեռ այբուբենի կարիք չկար, ուղղակի գտնել մարդուն, որը գիտելիքը գիտի, եւ ուղղակի ինքը պատմի դու լսես։ Ինչու է պարտադիր ձեռնադրումը։ Ուրեմն առաջի հերթին մենք պետք է հասկանանք, որ իրական սուրբ գրվածքները դրանք ուղղակի ինֆորմացիա չեն։ Դրանք գիտակցության վիճակ ստեղծող գրվածքներ են եւ երբ որ խոսացվում է ձեռնադրման մասին, չէ, ձեռնադրումը ինքը պարտադրող է։ Այսինքն, ինչպես էին վարվում արիացիները։ Տեսեք, մենք դες շատ քննարկում ենք, չէ, որ ասենք սկզբնական շրջանում
արական հասարակության մեջ կամ իրական կրոնական հասարակության մեջ պետք է տրվի կամ պետք է գոյություն ունենան այն ազնվորությունները, այսինքն կրոնը ինքը պիտի բոլորին ընդունի, սա է գաղափարը, չէ՞, որ եթե կենդանիակը ինքը դիմեց Աստծուն, ինքը միանգամից չի փոխվում, չէ՞։ Միանգամից չի մաքրագործվում, միանգամից չի դառնում Աստծո մաքուր նվիրյալ։ Ինքը մնում է հոգեբանությամբ նույն արատի, մեղքի հանդեպ հակում ունեցող կենդանի իրակ։ Բայց եթե ինքը տրվել է Աստծուն, կրոնականության դաշտը պիտի իրան ընդունի։ Հիմա ինչ պիտի դրանից հետո լինի։ Տեսեք, օրինակ ժամանակակից կրոնականության մեջ, չէ՞, ինչն է դարձել, այսպես էլի, սովորական բան, որ ազնվորությունը ինքը արատավոր բնություն ունենալով ընդունում է որևիցե մի կրոնականություն եւ դա կրում է բացարձակ ձևական բնույթ, որովհետեւ ինքը ընդհանրապես ոչ մի մաքրագործման որակների վրա աշխատելու, ինքնազարգացման, ինքնաիրականացման մասին ընդհանրապես չեն խոսում, չեն զբաղվում այնպիսի հարցերով։ Իրանք շարունակում են ապրել իրանց կրքերի, իրանց կապվածությունների, ատելությունների բանով ղեկավարության տակ, չէ՞, բայց համարում են իրենց կրոնական մարդիկ։ Հասկանում եք։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ արիացիները իրանք այլ կերպ էին կառուցում հասարակությունը։ Իրանք ասում էին, որ եթե սա կրոնական հասարակություն է, դա անմիջապես նշանակում է, որ այդ կրոնական հասարակության մեջ ուրեմն պարտադիր պետք է լինեն, պետք է ընդունի նրանց, ովքեր որ դեռ արատավոր բնություն ունեն, բայց արդեն տրվել են Աստծուն, հա, եւ իհարկե այդ հասարակության մեջ պետք է իշխեն, այդ հասարակությունը ղեկավարեն, առաջնորդեն եւ այլն, հոգեվորի մեջ շատ բարձր զարգացում ունեցող անձնավորությունները, որպեսզի դա լինի իրական հոգեվոր դաշտ, չէ՞։ Հիմա տեսեք, մենք տեսեք խոսում էինք նրա մասին, չէ, որ ասենք անձնավորությունը ինքը եկավ եւ մենք ստրուկ բառն ենք օգտագործում, բայց այս ամեն անգամ բացատրում եմ, ամեն անգամ հիշեցնում եմ, որ ստրուկը դա այն գաղափարը չի, ինչ բանով, որ օգտագործում են մեր ժամանակներում ստրուկ բառը։ Արիական հասարակության մեջ դա ընդհանրապես նշանակում էր, որ սա նորեկ է հոգևորի մեջ, իսկ ինչպես էր դա բացաբանվում։ Եթե անձնավորությունը ինքը իր անցյալ կյանքերում հոգևոր դաշտում որևիցե բան պաշար ունի, չէ, ինքը այս կյանքում կարողանում է իր կրոնականության մեջ լինել հասուն կայացած բան, կրոնական գաղափարախոսությանը հետևող, հասկանում եք, բարձր մակարդակի հետևող։ Եվ դա նշանակում է, որ ինքը իր անցյալ կյանքերում ունեցել է այդ պրակտիկան։ Հիմա երբ որ ազնվորությունը ինքը գալիս է եւ հայտնվում է հոգեվոր դաշտում, եւ հոգեվոր մարդիկ իրանք նայում են, տեսնում են, որ ինքը տգիտության եւ կրքերի գոյավիճակի բոլոր տվյալները ունի, բայց տրվել է Աստծուն։ Սա նշանակում է, որ ինքը, այսպես, սկսնակ է հոգևոր ճանապարհի մեջ, ինքը սկսնակ է։ Հասկանում եք սերեներ, չէ՞։ Եվ հիմա տեսեք, այդ տեսանկյունից, չէ՞, մենք տեսնում ենք, որ ուրեմն այդ առաջի երկուսին, այսինքն այդպես կոչված ստրուկներին, չէ՞, եւ բաներին, ասեք, եւ ազատ քաղաքացիներին, այսինքն բանվոր գյուղացիական դասակարգին, չէ՞, արգելված էր վեդաները ուսումնասիրել։ Տեսեք հիմա, երբ որ արդեն աստվածամերժության դարաշրջանը սկսվեց, եւ բոլոր խավերում սկսեցին հենց արիական քաղաքակրթության մեջ ծնվել արատավոր աստվածամերժության բոլոր որակները ունեցող ազնվորություններ, իրանք այդ բաները, այդ արգելքները սկսեցին շահագործել առավելություն, գոռոզություն դրսևորելու համար։ Իսկ արիացիները դա անում էին հոգատարությունից։ Հասկանում եք, որովհետև իրենք շատ լավ հասկանում էին, որ
տեսեք այդ լսողության process-ը, չէ, ես չեմ հիշում եք թե չէ, դրա համար մի փոքր կրկնեմ, չէ, երբ որ մենք առաջի երկն էինք ուսումնասիրում, այդ առաջի երկի մեջ մենք ինչ ասեցինք։ Առաջի երկի մեջ մենք ասեցինք, որ ազնվորությունը, չէ, ինքը կարողանում է ընկալել ընդհանրապես հոգևոր գիտելիքը կամ հոգևոր գիտելիքին, կներեք, սա է ուզում ասեի, հոգևոր գիտելիքին ազնվորությունները իրենք մոտենում են 4 մոտիվից, չէ, առաջինը դա տգիտության մոտիվն է, այսինքն ազնվորությունը ինքը մոտենում է հոգևոր գրվածքներին, որպեսի այդ գրվածքների մեջ գտնի արդարացում բռնության հանդեպ իր հակումին։ Հասկանում եք, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, եւ քրիստոնյա, եւ հինդուիզմի մեջ, կներեք, եկեք այստեղից սկսեմ, հա, եւ հինդուիզմի մեջ, եւ ասենք բանի մեջ, ասենք քրիստոնեության մեջ եւ մուսուլմանության մեջ, աշխարհում գործող պրակտիկորեն բոլոր կրոնականությունների մեջ, չէ, կան ազնվորություններ, որոնք իրենց կրոնը օգտագործում են իրենց բռնության հանդեպ հակումը բավարարելու համար։ Հիմնականում այդտեղ իհարկե սրա համար լրացություն եմ խնդրում, բայց ստիպված եմ լինելու ասել, կարծում եմ, որ սա ինչ-որ Ամերիկա չեմ հայտնաբերում, սա այսպես բացահայտ տրված փաստ է, չէ, որ հիմնականում այդ բանի մեջ տուժում են կանայք։ Իրանց կարելի է ջարդել, փշրել, անասունի պես օգտագործել, ամեն օր բռնաբարել, չգիտեմ, միջեսել, ընդհանրապես մարդու տեղ չդնել, չէ։ Սա ինչ է, որ բայց ինքը ազնվորությունը, երբ որ դա անում է, ինքը հիմք է վերցնում իր կրոնականության մեջ ինչ-որ մի բան։ Հասկանում եք։ Որը դեռ, ասենք, որ եթե լուրջ ասենք, մեծ հարց է, թե իրականում է սուրբ գրվածքի մեջ նախասկզբնականորեն այդպիսի դրվածք եղել է, թե ոչ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Հիմա տեսեք, եթե ազնվորությունը ինքը կրքերի մեջ է, ինքը սուրբ գրվածքների մեջ ման է գալիս իր կրքերի բանը, արդարացումը։ Որտեղ ասեք, ինչ-որ մի պատմություն կա, որ երբ որ ինքը կարդում է, ինքը տեսնում է, որ այն արատը, որ ինքը ունի իր մեջ, դիմացինն էլ այդ գրքի մեջ այդ նույն արարքը նկարագրված է, ասում ինչու իրան կարելի է, ինչ չի կարելի։ Այսինքն գնում է, ինքը գալիս է, որ լսի, ոչ թե նրա համար, որ հոգևոր զարգացում ունենա, սա շատ կարևոր է, այլ գալիս է, որպեսզի իր մեջում ապրող արատի համար հիմք գտնի այդ գրվածքների մեջ։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, օրինակի համար ասենք, չէ, մենք ասում ենք, այդ օրինակը ինձ համար ահավոր կարևոր օրինակ է, չէ, ասենք մենք ասում ենք, արական քաղաքակրթության մեջ կային այնպիսի զույգեր, որտեղ տղամարդը ինքը կարողանում էր կնոջ համար լինել այնպիսի ամուսին, հա, որ երբ որ այդ ամուսինը մահանում էր, այդ կինը հատուկ, արիացիներ իրենք այրում են, չէ, մարմինը, հատուկ, այսպես գիտակցաբար բաներ անում, երբ որ ամուսնու խարույկը վառում էին, ինքը մտնում էր այդ խարույկի մեջ, իրան ոչ կապող կար, ոչ բռնող կար, ոչ եսի ինչ, ինքը իր կամքով, ես դա միշտ ասում եմ, երբեք, մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, ինչպես կարելի էր մտնել այդ կրակի մեջ, այդ կրակը էֆեկտի տակ կարելի էր, բայց ինչպես կարելի էր շարունակել կրակի մեջ կանգնել, մինչև կայրվես են մինչև վերջի թելդ, եթե քեզ ոչ մի արհեստական բան չի բռնում, չէ, իսկ ինչ է, բանը որն է, ինստինկտը որն է, մի անգամ կրակի մեջից դուրս գալ, չէ, մեր ժամանակներում էլ կան մարդիկ, որոնք այդ ինչ-որ բան էլի, process արտահայտելու համար բենզին են լցնում իրաց վրա ու վառում են, չէ,
Այդ որ իրա վրա լծրեց ու վառեց, այդ էֆեկտը, այդ իրա վճռականությունը անցնումը, բայց ինքը այլևս այդ կրակից չի կարող պրծնի։ Հասկանում եք, իսկ երբ որ ինքը կանգնել է կրակի մեջ, ինքը կարող է դուրս պրծնի այդ կրակից, ու դուրս չի պրծնում։ Ինչու, որովհետև տեսությունը ասում է, որ երբ որ ազնվորությունը կինը ինքը այդպես մահանա, չէ, ինքը անպայման այդ նույն ամուսնու հետ մյուս կյանքում հանդիպում են, նրանք նորից ընտանիք են կազմում ու իրաց համար երջանիկ շարունակում են ապրել։ Չէ՞։ Եկավ աստվածամեժության դարաշրջանը։ Այդ օրինակը, չէ, հիմա տղամարդը ինքը ունի գոռոզություն։ Հիմա տղամարդը ուզում է ցույց տա, որ ինքը այսպես արատավոր, արդեն այդ տգիտության գոյավիճակի որակներ իր մեջ ունենալով, աստվածիկն աստվածամեժության սովորական անձնավորություն է, բայց ունի գոռոզություն։ Եվ հիմա ինքը ուզում է ցույց տա, կամ ընտանիքը, դա նա արդեն մահացավ, իր համար մեկ է, ընտանիքը ուզում է ցույց տա, կամ ինքը կարող է բանալի, որ երբ որ ես մահանամ, իրան հետս կվառեք։ Որ աշխարհը խոսա, որ տեսեք ինքը ինչ տղամարդ էր։ Կամ բաները բարեկամները ցույց տան, որ տեսեք մեր ցեղի տղամարդիկ ինչպիսին է, չէ՞։ Ու բայց ինչ էին անում, ախր այդ բան չէ, չէ՞։ Այն մարդիկ պարզ տեսնում էին, չէ՞, որ այս կնոջը զորով բերեցին, ինչու բան խմացրած, լրիվ ուշքից ուղեղը անջատված, բերեցին, նստացրեցին այդ կրակի վրա, ձեռքերը կապեցին փայտերից, բրահմանը, քուրմը, ինքը չի փայտով խփեց այդ կնոջ գլխին, որ ուշաթափվի, ու նոր տվեցին կրակին։ Հասկանում եք, չէ՞, տեսեք, այդ օրինակը կա, այդ օրինակը, այդ բաների, այդ բռնության հանդեպ հակումը, ինքը արդեն արժանի չի այդպիսի արարքի, բայց այդ օրինակը վերցնում է իր համար, որ ցույց տա, որ տեսեք, ես էլ եմ արժանի։ Դու բաներ, հասկանում եք, երբ որ մարդը ինքը ներսից իր բնությունը ցածր է, չէ, ինքը ստոր արարքների է ընդունակ, էլի։ Ինքը էլ գիտի, չէ, որ իրան այդ կնոջը հիմա զորով բերեցինք, զորով խփեցինք, զորով կապեցինք, զորով վառեցինք։ Այսինքն իրականում սպանություն կատարեցինք։ Հասկանում եք։ Չէ՞։ Ու ասենք դրա վերջը ինչ է։ Այդ միակ բանն է, որ տղամարդը ինքը իրականացրեց բռնության հանդեպ իր հակումը։ Դրա համար արիացիներն ասում էին, դու գործ չունես այդ գրքերը կարդալու, որտեղ այդ պարզ է, թե դու այդ գիտության հետ ինչ ես անելու և ինչ աղավաղումներ ես մտցնելու սուրբ գրվածքը հասկանալու մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Ոնց որ օրինակ ասենք այս սրիկաները, որոնք որ Հիտլերին էին ներկայացրել արիացիների, թե ինչպես են ընդհանրապես որոշվում, թե ով է արիացի, ես միշտ ստանց առավոտից երեկոս նրա գլուխն էին չափում, թե ասենք բանի, ասենք չերեպ գանգի հետևի մասում փոս ունի, թե չունի։ Եթե չունի, ուրեմն արիացի չի։ Հասկանում եք։ Իսկ մենք հիմա տեսնում ենք, թե արիացիները ովքեր են։ Սա ինչ-որ մի հատ կապ ունի, այդ դա է, հասկանում եք, հիմա գրքերի մեջ, օրինակ ասենք կամ նույն մուսուլմանները, չէ՞, ինչ-որ մի հատ մի տեղ Ղուրանում գրած է, որ, չգիտեմ, եթե եսին ինչ են արել, կարելի է ձեռք բարձրացնել։ Ինչ են դարձրել։ Դարձրել են կնոջը ծեծել, ջարդելը սովորական բան, որ այն ամենա մի հատ ափսեն էստեղից այնտեղին ուզածով չդրեց, իրավունք ունեմ սատկացնեմ։ Էդ ի՞նչն էր։ Բռնության հանդեպ հակումը, չէ՞։ Որը ինքը սուրբ գրվածքից ինչ-որ մի բան վերցրեց ու սկսեց այդ դրանով արդարացնել իր տգիտության գոյավիճակի բնությունը։ Կրոնի հետ դա ոչ մի կապ չունի։ Հասկանում եք։ Հիմա կրքոտները էլ օրինակ, հիմա օրինակ բերեմ հենց նույն վեդաներից։ Չէ՞, կրքոտներն էլ օրինակ նայում են, ասում են, չհասկացա, օրինակ Արգջունան ինքը համարվում է Աստծո մաքուր նվիրյալ, չէ՞, հա։ Իսկ ինքը բան կին է փախցրել։ Նշանակում է, որ ինքը տրփալից ինչ-որ ազնվորություն էր, որը գետի չէր, ինչի համար էր այդ կնոջը փախչում, չէ՞։ Եվ ասենք մարդը, որպեսզի ինքը իր կրքերը բավարարի, հա, ինքը ասում է, բան Արգջունան էլ էր այդպես անում։ Հասկանում եք։ Այսինքն կրկոտ այդ
ներքևում գտնվողները բանվոր դասակարգը եւ այդ ում որ արիացիները պահում էին որպես ստրուկ, այսինքն թույլ չէին տալի, որ իրանք ինքնուրույն քայլեր կատարեն, չէ՞։ Այրանց արգելվում էր կարդալ վեդաները, որպես ոչ թե որ բան դուք ցածր եք, այո, ոչ թե դուք ցածր եք, այլ դուք ցածր եք։ Դա հոգատարություն էր, որ իրանք գիտակցում էին, որ այս անձնավորությունները երբ որ մոտենան սուրբ գրքերին, իրանք այդ երկու մոտիվով են մոտենալու, արդարացնեն իրանց բռնության հանդեպ հակումը եւ արդարացնեն իրանց բան, այս բաները խառնաշփոթ չղեկավարվող կրքերը։ Իսկ առաքինի անձնավորությունը, այսինքն անկեղծ հոգին, ինքը սուրբ գրվածքը վերցնում է եւ առաջի բանը, որ ինքը անում է, ինքը բարոյականության օրենք է վերցնում։ Բարոյականության օրենքը ինքը իր ամենաառաջի հիմքը դա ուրիշ կենդանիակների հանդեպ հարգանքն է։ Հա? Հասկանում եք։ Այդ դրա համար, այ որ ասում են, ասես դվաժդրաժջովնի, չէ՞, հայերը ոնց է թարգմանել, կներեք մենք նայեմ, մոռացա ոնց է թարգմանում, այդքան էլ հաջող թարգմանություն չէր։ Կրկնածնունդները, դե հա, կրկնակի ծնվածները, կրկնածնունդները, ճիշտ է, ինքը բառը ճիշտ է, բայց մի քիչ բան էլի, լեզուն կոտրող է։ Չէ՞, հիմա տեսեք, այդ բաների դվաժդրաժջովնի, ովքեր էին համարվում երկրորդ անգամ ծնվածներ արիական քաղաքակրթության մեջ, նրանք ովքեր ձեռնադրում էին ստացել, ովքեր էին ձեռնադրում ստանում եւ ձեռնադրումը ինքը ինչ էր բացում մարդու առաջ, չէ՞։ Ձեռնադրում էին ստանում այն անձնավորությունները, որոնք իրանք հետևում են։ Այդ մենք անցյալ անգամ արդեն շփոթում եմ, էլի հիմա բոլոր տեղ նույն թեման է։ Չեմ հիշում, կարծեմ այստեղ էլ եմ քննարկել, չէ՞։ Անցյալ անգամ մենք հա խոսում ենք այդ 5 հիմնային որակների մասին, չէ՞։ Բանվոր գյուղացիական խավի մեջ, չէ, ազնվորությունը ինքը այդ 5 որակները ինչ որ համարյա այսպես 50%-ով իրականացնում էր, չէ։ Այդ դրանից հետո, երբ որ ինքը եկավ, ինքը արատավոր է, հա, ունի, բայց տրվել է Աստծուն։ Իրան թույլ չէին տալի, որ ինքը գործի հոգևոր դաշտում, հա, եւ բարձր հոգևոր զարգացում ունեցողները իր մասին հոգ էին տանում, չէ՞։ Հիմա ինքը ինչ արեց։ Ինքը զարգացրեց բանվոր գյուղացիներին համապատասխան որակները։ 5 որակ պլյուս 4, չէ՞, 9 որակ։ Հիմա այդ 9 որակները ինքը երբ որ զարգացրեց, չէ՞, ինքը նշանակում էր, այստեղ ինքը պրոստը որոշում էր ընդունել, դրա համար եկավ ծնվեց հոգևոր դաշտում։ Հիմա այդ 9 որակներով ինքը հաստատեց, որ ինքը ուզում է այս հոգևոր դաշտում ապրել, այս հասարակության անդամ լինել։ Հասկանում եք, երբ որ ինքը այդ մինիմալ 9 որակները վերցնում էր, չէ՞, բան մի հատ էլ ասեմ, էլի, բանը, ասեք, բանը, համեստությունը, խոնարհությունը, բռնությունից ազատ վիճակը, համբերությունը, պարզ կյանքը, հա, հետո գնում է գողություն հանդեպ հակումը, հակումից ազատ լինել, կեղծավորությունից ազատ լինել, չլինել ստախոս, չէ, լինել բան, ճիստապոտնի, մաքրասեր, եւ ներքին եւ արտաքին, չէ, 9 որակյալ։ Հասկանում եք, հիմա այդ 9 որակի մեջ, այդ 9 որակով կենդանիակ ինքը հաստատում էր, որ ինքը այ որոշեց, իրան ազատություն չէին տալի, այդ ժամանակ ինքը նայում էր, թե այդ առաքինի դաշտը ինքը ինչպիսին է, առաքինի իրական հոգևոր մարդիկ իրար հետ ոնց են շփվում, ինչպիսի հասարակություն է ստացվում, իրանից ինչ է պահանջվում եւ այլն, չէ՞։ Ու ինքը կարող էր այդտեղ որոնակ եթե ինքը որոշում ընդուներ, ասել, չէ, գիտեք, կներեք, ես չեմ ուզում լինեմ արիացի, սխալվել եմ,
չեմ ուզում աստծուն տրվեմ, հա, իրանք ասեն խնդրեմ բան կտային, ինչ-որ հնարավորություն կտային, նյութական ինչ-որ բան կտային, կասեին գնա ապրի բանում աստվածամերների պետությունում, խնդիր չկա։ Հասկանում եք, բայց այդ 9 որակները, երբ որ ազնվորությունը ինքը վերցնում էր, դա արդեն ինքը հայտարարություն էր անում, որ ինքը ոչ թե մենակ իր որոշումն էր, այլև արդեն կոնկրետ ինքը ինչ-որ մի մակարդակի առաքինություն է զարգացրել։ Այդ ժամանակ իրան ձեռնադրում էին անում ու ինքը անցնում էր առնվազն առևտրականների խավ, այսինքն շատ գումար աշխատելու հնարավորություն ունեցողների խավ, որտեղ մենք ձեզ հետ մի քանի անգամ կրկնել ենք, չէ՞, ես այդտեղ մեծ շոկ եմ ապրել առաջի անգամ, երբ որ կարդացի, որ արիացիները իրենց կրոնականությունը ասում են, կրոնականությունը ինքը բաղկացած է, կրոնական ծիսակատարություններ, բարոյականության օրենքներ, տնտեսական զարգացում, այսինքն հարստություն, ցանկությունների իրականացում, հետո նոր ազատագրում։ Շոկի մեջ էի, որ առաջի անգամ կարդացի, հասկանում եք, որ Հայաստան ինքը այդպես է տանում, որ ինքը կենտրոնյակը է, որ մաքրությունը վերցրեց, իրան ձեռնադրում են անում, հիմա կխոսանք, թե ձեռնադրումը ինչ է տալիս, և ինքը արդեն իրավունք է ստանում ուսումնասիրել սուրբ գրվածքներ, կարդալ սուրբ գրվածքները, և զոհագործությունների ժամանակ կրկնել մատրաները, քրմերի հետ միասին, հասկանում եք, և այլն, և այլն, և այլն, այդ ամեն ինչ այսպես իրականանում է, չէ՞։ Հիմա տեսեք ձեզ, ուրեմն, այստեղ մենք կարողանում ենք հասկանալ, որ այսպես է տեղի ունենում, դրա համար ասենք, չէ, արիացիները իրանք, այո, թույլ չէին տալիս, որ այդ ցածր խավը, որը դեռ առաքինություն չունի, կարդա, որտեղ իրանք գիտեին, որ ինքը կամ իր ատելությունը իրականացնելու համար է օգտագործելու գիտելիքը, կամ կրկերը։ Հիմա երրորդ տիպի ազնվորությունները դա առաքինության մեջ սկզբնական, այդ սկզբնական էտապի մարդիկ են, ովքեր են նրանք, ինչ են անում իրանք, և ինչ են անում իրանք։ Այդ ազնվորությունները, չէ, իրանք հետաքրքրվում են իրենց պարտականություններով, այսինքն իրենք սուրբ գրվածքը արդեն առաջին ճիշտ մոտեցումն է սուրբ գրվածքի հանդեպ, երբ որ ազնվորությունը ինքը սուրբ գրվածք է կարդում, հա, որպեսի մանալնի, ասեք, որպեսի հաստատվի բարոյականության մեջ, որպեսի հաստատվի պարտականություններ կատարելու մեջ, այսինքն ինքը հետաքրքրվում է, թե որպեսի ես հաճելի լինեմ Աստծուն, ես ինչ որակներ պիտի ունենամ։ Սա առաքինության առաջի տրամադրությունն է իրականում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդպես կամաց առաքինության գոյավիճակը ինքը զարգանում է, չէ՞, ու կենդանիակի հակումն էլ հենվել սուրբ գրվածքների վրա, քանի գնա խորանում է, քանի գնա լրջանում է, հա, և գալիս է մի պահ, երբ որ ինքը արդեն սուրբ գրվածքը այնպես է կարդում, այնպես է ընկալում և այնպես է կիրառում, որ սուրբ գրվածքի հետ կոնտակտը իրան նյութական աշխարհից ազատագրում է, սա շատ կարևոր բան է, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այս ազատագրման, ինքնաիրականացման թեմաները չեն քննարկվում, բացի արիացիների գրվածքներից, հասկանում եք, էլ չեմ խոսում նրա մասին, որ այնտեղ արդեն դրանից են կողմ, այլևս ոչ որ կարդալով չի, որտեղ սկսվում է այն, ինչ որ մենք հիմա կոչում ենք յոգա, սկսվում է յոգայի պրոցեսը դա ներքին մեդիտացիայի պրոցեսն է, այսինքն այն բոլոր գիտելիքը, որ իրան պետք էր, ինքը ստացել է, մենք մնացած պրոցեսների մեջ ստացել է, հիմա եկել է, ծնվել է որպես յոգ և իրան այլևս գիրք պետք չի, ինքը ամեն ինչը գիտի և իրան մնում է, որ ինքը խորասուզվի ինքը իրա մեջ և այդ իր ամբողջ կարդացածը իրականացնի և տեսնի գերհոգու ներկայությունը իր սրտի մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Դրա համար և հիմա տեսեք, ասենք, չէ, երբ որ ազնվորությունը ինքը այդ 9 բազովի որակների վրա աշխատում էր, չէ, ու ինչ-որ մի մակարդակի ձեռք էր բերում, իրան ձեռնադրում էին անում։
Ինչ է ընդհանրապես տեղի ունենում ձեր ձեռնադրման ժամանակ։ Ես այս թեմայով մի երկու անգամ խոսացել եմ եւ այդ իմաստով դիմել եմ քրիստոնյաներին, որ իրանք էլ այս բաները հաշվի առնեն, որտեղ ասենք մեզանում մի շատ սխալ բան կա, վերաբերմունք կա, չէ՞, որ ասենք մարդը ինքը գալիս է, ձեռնադրում է ստանում, եւ դա առաջի եւ վերջի անգամն է, որ ինքը տեսնում է իրեն կնքած տերտերին։ Դա ահավոր սխալ բան է։ Ընդհանրապես կամ ասենք ինչպես են ընտրում ձեռնադրումը, հա, բանը, կնունքը, հա, բան, ինչ պրեստիժի բանը, եկեղեցիներ կան, որ հետո ինքը կարող է ասել, ես էս ինչ եկեղեցում եմ կնքվել, հասկանում եք, եւ ասենք եթե ընտանիքը ինքը մեծահարուստ է կամ չկայացած է կամ հայտնի է կամ եկեղեցիներ, որոնք իրանք ինչ-որ հատուկ հարգված են, դիրք ունեն, այդտեղ բանը պատիվ է, այդտեղ բանը թունել, այդ ամեն ինչ ինքը բան է, էլի, ոչ կրոնի հետ կապ ունի, ոչ հոգևորի հետ կապ ունի, ոչ բանի հետ կապ չունի, բացի փառասիրությունից։ Երբ որ անձնավորությունը ինքը ձեռնադրում է ստանում, դա առաջին հերթին նշանակում է, որ իր կյանքում հայտնվեց, հիմա ասենք քուրմ, ասենք բան, եկեղեցական տերտեր, հա, ասենք բրահման, ինչ ուզում է ասենք, ինչ հոգևորական, հա, այսինքն իր կյանքում հայտնվեց հոգևորական, որը իրեն ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ կաթոլիկները այդ սովորությունը ունեն։ Հասկանում եք, որ իրեն ուղեկցում է իր ամբողջ կյանքի ընթացքում եւ այդ իմенно այն ազնվորությունը, որը քեզ կնքել է կամ ձեռնադրել է, չէ՞, ինքը պատասխանատու է քո հոգևոր աճի համար, չէ՞, ինքը քո կողքին է լինում կյանքի դժվար պահերին, որտեղ աստվածամերության դարաշրջանում դժվար պահեր շատ են լինում։ Չէ՞, իսկ օրինակ ասենք, այո, եթե մենք խոսում ենք արիական քաղաքակրթության մասին, արիական քաղաքակրթության մեջ այդպիսի խնդիր չկար, բրահմանները այդպես խնդիր չէին լուծում, ինչու համար, որովհետև այնտեղ անդամները բոլորը առաքինի էին, հասկանում եք։ Դրանք ռեալ իրոք հոգևոր կյանքով զբաղվող անձնավորություններ էին, բոլորը անխտիր, հավաքարարից սկսած մինչև արքան։ Բոլորը ոչ թե կրոնական պատկանելիություն ունեին ու արատավոր բնություն, այլ ռեալ հոգևոր անձնավորություններ էին։ Դրա համար ոչ մեկի այնտեղ չէր ցավացնում, հասկանում եք, որ մեկ էլ ինչ-որ մեկը խնդիր ունենա, քեզ օգնի, որ դու կյանքի այդ համբերես, բան էլի, այն անձնավորությունների թերությունները, որոնց հետ ապրում ես, իրանք էլ քեզ համբերեն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, ուրեմն այն առաքինի անձնավորություններն էլ իրանք արդեն իրավունք ունեին եւ վեդաները կարդալու եւ զոհագործությունների ժամանակ ոչ թե միայն մասնակցելու, այլև քրմերի հետ միասին մատրաներ կրկնելու։ Հասկանում եք։ Ու բացեք ոչ բոլորը նկատի ունեմ ոչ բոլոր մատրանները։ Հասկանում եք, չէ՞ սիրելիներս։ Հիմա տեսեք ուրեմն այդ ձեռնադրումը համարվում էր, որ հոգին ինքը երկրորդ ծնունդ ստացավ։ Որն է այդ ծնունդը։ Այսինքն ինքը մի անգամ հոգու տեսանկյունից վերցնենք, էլի։ Մի անգամ ծնունդ է ստացել նյութական աշխարհում, երբ որ ուզում էր մտնել այս նյութական աշխարհ։ Չէ՞։ Եվ այդպես հետո կյանքից կյանք ավելի ու ավելի ցածր, մեկ ցածր, մեկ բարձր, մեկ կրոնական դարաշրջան, մեկ աստվածամերժության, մեկ մարդկային մարմին, մեկ որդի, մեկ կիսաստծո, եսի միջ այդպես այդ ամեն ինչի մեջ կոչվում է կյանքի ու մահու շրջապտույտ։ Չէ՞։ Եվ կենդանիական ինքը շրջապտույտի մեջ կարող է գտնվել անսահման, բայց ինքը մի անգամ դարձավ ժամանակավոր հոգի։
մտավ, որ ժամանակավոր մարմինն է, դարձավ մահկանացու։ Հիմա ինքը պիտի գնա հակառակ ճանապարհը, չէ՞։ Երբ որ ինքը հաստատեց, սկզբից որոշեց, եկավ, ունի արատավոր բնություն, ընդունեց 9 որակները, հաստատեց, որ ուզում է այս հոգևոր ճանապարհը, չէ՞։ Այդ որ ինքը այդ 9 որակների հիշում մի մակարդակի ձեռք է բերում, Աստված ինքը համարում է, որ ինչի երկրորդ անգամ ծնված, այսինքն իրամոտ սկսվեց ուրիշ ծնունդների ցիկլ, որն են այդ ծնունդները, իրան նյութական աշխարհից դուրս բերող։ Հասկանում եք։ Դրա համար այն աստավորությունները, որոնք իրենք իրական հոգևորականի մոտ ձեռնադրում են ստացել, չէ՞, իրանք իրավունք են ձեռք բերում կարդալ ինքնուրույն կարդալ սուրբ գրվածքները կամ ինքնուրույն գիտելիք ստանալ, եթե երկրականություն չկար։ Հասկանում եք, տեսեք, մենք համարում ենք, ես այս թեման մի անգամ խոսել եմ, հիմա նորից հիշացնեմ, մենք համարում ենք, ասենք, չէ, որ եթե ազնվորությունը ինքը բան է արել, ասենք, եթե քաղաքակրթությունը ինքը գիր չի ունեցել, ուրեմն ինքը քաղաքակիրթ չի եղել։ Բայց վեդաները իրանք ուրիշ բան են ասում։ Սուտը Գոսվամին ինքը ասում է, հիշում եք ինչ ասեց, ինքը ասեց, ես այնտեղ էի, ուշադրությունս առանց ոչ մի վայրկյան շեղելու լսել եմ, և ամեն ինչ կարող եմ ստորակետով վերարտադրեմ այնպես, ինչպես լսել եմ։ Ու տեսեք, այնտեղ ոչ մեկ իրան չհակաճառեց, որից ինչ ես խոսում, դու կարող ես մի անգամ լսելով 7 օր 7 գիշեր նստած մնաս, ոչ ուզենաս քնես, ոչ ուզենաս կներեք պետքարան գնաս, ոչ եսի, ինչ 7 օր 7 գիշեր անշարժ նստես, ու ոչ մի վայրկյան բանականությունը չանջատվի, այսպես մի գծի վրա լսես, ես ինչ ես խոսում, չէ՞, հասկանում եք, ոչ մեկ դա կասկածի տակ չդրեց, ինչու, որտեղ այն ժամանակ բոլորը այդպիսին էին։ Իրանք գրի գրելու կարիք չունեին։ Վյասադևան, եթե հիշում եք, մենք քննարկեցինք, չէ՞, որ Վյասադևան ինքը, այսինքն Աստծո գրական մարմնավորումը, ինքը եկավ Աստվածամեժության դարաշրջանի նախաշեմին, գրանցեց վեդաները, ըստ արիացիների, այդ գրականությունը ինքը այդ ժամանակ է, էլի բան եղել, ինքը գրանցեց վեդաները, ինչի համար, որտեղ հենց առաջի երկում էլ հենց ինքն էլ գրեց, չէ, որ հիշողությունը կարճ է, այսինքն այս մարդիկ իրանք չեն կարողանալու մի անգամով հիշեն, ու դա դարձավ գրքեր։ Հիմա այդ գրքերը, չէ, ազնվորությունը ինքը երբ որ կարդում է, այնպիսի ինքը այդ բանը ճիշտ հասկանա, իրան ձեռնադրում է պետք։ Ինչ է կատարվում ձեռնադրման ժամանակ։ Եթե այսպես լուրջ խոսանք, սկզբից պատկերավոր խոսանք, եթե մենք պատկերավոր խոսանք, ապա ձեռնադրման ժամանակ, չէ, ազնվորությանը, քուրմը կամ հոգևորականը, ինքը այդ հոգուն առաջարկում է Աստծուն։ Որն է այդ առաջարկելու իմաստը։ Առաջարկելու իմաստը այն է, որ հոգևորականը ինքը խնդրում է Աստծուն, որպեսզի այդ հոգուն ներվեն իր մեղքերը։ Ինչ է տալիս դա։ Տեսեք, երբ որ ընդհանրապես մի հատ շատ հետաքրքիր գործոն կա, ասեմ, ընդհանրապես հաշվի առեք սա, էլի։ Շատ հետաքրքիր գործոն կա, որով դուք կարող եք հասկանալ, թե ինչքանով է ձեր վրա ազդում ձեր ճակատագիրը։ Երբ որ ճակատագիրը ինքը ճակատագրի ազդեցությունը ինքը թուլանում է, հոգին կարողանում է, այսպես պարզ բան ասեմ, կարդալ սուրբ գրվածքները։
հասկանում եք, ասեք ուղղակի տուպը կարդալ սուրբ գրվածքները։ Եթե իր վրա բան կա, ճակատագրի ազդեցություն կա, չէ՞, ինքը այսպես գիրքը վերցնում է, հիմա բոլորդ կնկատեք, որ ինչ-որ մի պահ է գալիս, որ այդ երևույթը ձեր մոտ կա, չէ՞, ինքը գիրքը վերցնում է և 10 րոպեից ավել չի կարողանում ուշադիր կարդալ։ Մեկ էլ ասեք մի 15 թերթում է, հետո ֆիքսում է, որ ինքը այսպես մեխանիկորեն աչքերը տառեր էին կարդում, ինքը ոչ մի հատ նախադասություն, մի բառ չի հիշում անգամ ինչա կարդացել, հենց այդտեղ հիմա կարդում էր չի հիշում արդեն։ Հասկանում եք ինչ, որտեղ իր միտքը իր նյութական խնդիրների կապվածությունների մեջ էր։ Եթե միտքը չի կարողանում կենտրոնանալ Աստծո վրա, դա նշանակում է, որ այդ ազնվորությունը ինքը գտնվում է ճակատագրի ազդեցության տակ։ Հասկանում եք, հենց որ այդ բանը, այդ շղարշը ձեռնադրման ժամանակ հանում են կենդանի էակի վրայից, չէ՞, առաջի սիմպտոմը, ինքը կարողանում է լսել աստվածային գիտելիքը, ուշադիր լսել, ոչ թե ֆիզիկական մարմնով ներկա լինել կամ չգիտեմ, հասկացաք, սա շատ կարևոր, նուրբ և կարևոր սիմպտոմ է, որով ասենք ամեն հոգևոր մարդ ինքը կարող է հասկանալ, չէ՞, հիմա, տեսեք, ձեռնադրումից հետո էլ, հիմա մեր ժամանակների մասին խոսանք, ձեռնադրումից հետո էլ ազնվորությունը ինքը կարող է այդպիսի երևույթ ունենա, այսինքն ձեռնադրվեց, մի 2-3 շաբաթ կամ մի ամիս, այսպես ինչ-որ այդ ինչ-որ հոգևոր ուսուցիչի իր այդ արել է, ինքը ինչ-որ թեթևություն է զգում, ոգևորություն է զգում, էս է անում են է անում, լսողությունն է բացվում, կարողանում է կարդալ, լսել եսի ինչ, հետո մեկ էլ նորից կամաց այդ ամեն ինչը դառնում է զրո, ու նորից այ ազնվորությունը ինքը կարող է ֆիզիկապես գալ, ներկա լինել, ոչ մի բան չլսել, քնած լինել, սիրածի մասին մտածել, մեքենայի, աշխատանքի, ինչ-որ նյութական բանի մասին։ Հասկանում եք, չէ՞, և այդտեղ այլ բացարձակապես զրոյանում է, որևիցե ընդհանրապես բան էլի այդ հանգամանքը, որ ինչ-որ մի արժեքավոր բանի հետ ես այս պահին շփվում, չէ՞, դրա համար այս ձեռնադրումը, չէ, ինքը այստեղ նկարագրվեց այդ երկրորդական փուլ, այսինքն սկզբից հայտնվեց հոգևոր աստվածային գիտելիքը, չէ, հետո դրանից հետո Տեր Բրահման ինքը ստեղծեց ձեռնադրման սկզբունքը, հա, ինչի համար, որտեղ ձեռնադրման ժամանակ, երբ որ այդ ճակատագրի ռեակցիաները իրանք մաքրվում են, չէ, հոգու գիտակցությունը ինքը մաքրվում է, ազնվորությունը ինքը թեթևություն է զգում, միտքը պարզվում է, ինքը թեթևություն է զգում, և այս սիմպտոմը դա է, կարողանում է գործ ունենալ հոգևոր գիտելիքի հետ։ Հա, հիմա, մյուս կողմից, ձեռնադրումը, չէ, դա արդեն երդում է, որտեղ ձեռնադրման ժամանակ մարդիկ երդում են ուտում, տեսեք օրինակ նայեք, ասենք մնացած կրոնական շարժումների մեջ, չէ, ազնվորությունը, երբ որ ինքը կնքվում է կամ չգիտեմ, ամեն մի կրոն իր բանը ունի, էլի, կրոն կատարելու իր ծիսակատարությունը ունի, չէ, այդտեղ ոչ մեկ, ոչ մի բան խոսք չի տալիս, ինչքան ես այդտեղ կարող է սխալվում եմ, ամենատեպս, երբ որ ես կնքվել եմ, կամ երեխա ժամանակ, բալուրի տանում են կնքում են, ինքը ինչ հոստում կարող է տա, դա իրա որոշումը չի, չէ, իրա ծնողների որոշումն է, հասկանում եք, հիմա, այդ դրա համար, չէ, արիացիների մոտ, այդպես չէր, որ այդ շնուրը, էլի, ինքը այսպես թելա, այսպես մի պտույտ վզի վրա թելի տակով, այսպես կախված, այն հնդիկները, որոնք մենք հիմա այստեղ տեսնում ենք, դժվար թե իրանցից որևիցե մեկի մոտ այդպիսի թել լինի, բայց ասենք եթե հոգևոր Հնդկաստանի կամ Հնդկաստանի հետ գործ ունեցող եվրոպացիների, ոչ սպիտակաբորտերի հետ
կապված դեմոկրատիայի դաշտից գնացողների կարող են տեսնել, էլի որ տղամարդիկ իրանք այդ շնորհը կախում են, չէ՞։ Ինչ համար, որտեղ այդ շնորհի վրա իրանք հատուկ բան են մատրա են կրկնում։ Հիմա ինչ է տալիս այդ երկրորդ ծնունդը, չէ՞։ Առաջի հերթին դա ոնց որ այդ ճակատագիրը մաքրելուց, այսինքն հոգևորականը ինքը շատ ուժեղ մաքրագործման process է անում։ Եթե ինքը բարձր որակի քուրմ է, ինքը կարողանում է տեսնել այդ կենդանիակի ճակատագիրը ոչ միայն այս կյանքում, այլև իր անցյալ կյանքերում, հա։ Եթե ոչ, եւ երբ որ ինքը տեսնում է, այսպես պատկերավոր ասեմ, ինքն ու Աստված իրար հետ որոշում են կայացնում, թե ասենք որ մեղքերը պետք է հոգում ներվեն, որտեղ եթե չներվեն ինքը այնքան ծանրությունների մեջով պիտի անցնի, որ չի կարողանա հոգևոր կյանքով զբաղվի, հա, իսկ որոնք իրանք պետք է մնան։ Մնալը դա այն մեղքերն են, որոնց հետևանքների վրա աշխատելով այդ ազնվորությունը տվյալ կյանքում հոգևոր աճ պիտի ունենա։ Հիմա տեսեք, այսինքն շատ կոնկրետ, շատ խորը աշխատանքի է տեղ գնում։ Եթե ուսուցիչը ինքը տեսնելու որակավորում չունի, ինքը իր ձեռքի տակ ունի գիտություններ, որը արիացիները տիրապետում էին, չէ՞։ Ես դա բազմիցս ասել եմ. աստղագիտություն, թվագիտություն, հիերոմանտիա, ֆիզիոգնոմիստիկա, հոգեբանություն и так далее, չէ՞։ Հիմա տեսեք, ասենք մեր մոտ, չէ, մենք տալիս ենք դիպլոմ, այսինքն մենք տալիս ենք թուղթ, որ ազնվորությունը ինքը կրթվել է։ Եվ ուրիշ ոչինչ։ Նա ում որ արիացի քուրմը տալիս էր այդ թելը, որ կախում են իրանց վրա, չէ, որը ցույց էր տալիս, որ ինքը 2 անգամ ծնված է։ Այդ թելը տալիս էին դպրոցը ավարտելուց, այսինքն ինքը ձեռնադրումը անում էին դպրոցը ավարտելուց առաջ։ Թեկուզ այդ ամբողջ բանի ընթացքում, չէ, երեխաները սովորում էին բաների քրմերի մոտ։ Այսինքն, մեր մոտ էլ է, չէ, այդպես եղել, որ ասենք դեռ մի 2 դար սրանից առաջ հիմնականում կրթօջախները դրանք տերտերներն էին, չէ։ Եկեղեցուկից էր կրթօջախները, հոգևորականներն էին կրթում, չէ։ Բայց տեսեք, ասենք, օրինակ հիմա ասենք, օրինակ քրիստոնեության մեջ երեխային բալուրի մեջ տանում են կրկում են, հետո տալիս են դպրոց, ինքը այնտեղ սովորում է։ Այլ այստեղ այդպես չէին անում։ Իրանք ընդունում էին բրահմանները երեխաները կրթվում էին, հետո կրթության վերջում բրահմանը ինքը արդեն որոշում էր, ով է արժանի շնորհ կրելու, ով ոչ։ Հասկանում եք։ Եվ երբ որ այդ շնորհը արդեն ինքը կախվեց մարդու վրա, դա նշանակում էր, այսինքն ամեն մարդ, ում արիական քաղաքացիության մեջ, ում վրա որ իրանք այդ շնորհը տեսնում էին, իրանք միանգամից հասկանում էին, որ սա ազնվորություն է, որին Գերագույն Աստծո ազնվորությունը վստահելու է հարստություն, վստահելու է իշխանություն եւ վստահելու է հոգևոր գիտելիք, ընդհանրապես գիտելիք։ Հասկանում եք, այդ շնորհը ինքը տոմսի նման, դիպլոմի նման բան է, բայց առաջի հերթին հոգևորի հետ կապված։ Այսինքն առաջի հերթին շնորհը նշանակում էր, որ այս մարդը ինքը արիացի է, իսկ արիացի ինչի մասն է խոսքը, որ ինքը ունի արիական գաղափարախոսության համապատասխան շփվելու որակավորում։ Հասկանում եք։ Ամեն մի քաղաքակրթություն ինքը կենդանիակից պահանջում է իր որակները։ Նա հիմա YouTube-ում լիքը այսպես ինչ-որ բան արհեստական բանականությունով սարքած չինական ֆիլմեր են ցույց տալիս։ Չէ՞։ Նայում ես ասես Աստված կարոտ պահի Չինաստանում ծնվես։ Պրոստը կարոտ։
Դե մշակույթը իրար հետ շփվելու ընդհանրապես դա ինչ մշակույթ է։ Չէ, բայց հիմա աշխարհը հենց այդտեղ էլ տանում են, չէ։ Թվարկում ենք Օսկար Օսմանյանի իմպերիան վերականգնի, չինական իմպերիայի ազդեցությունը տարածվի ամբողջ աշխարհով, Ռուսաստանի իմպերիան կայանա։ Այնտեղ Արավոտից Իրիկու ճիպոտ, ձար, ծեծ, թև կոտրել, կանանց հետ անասունի պես վարվել, չգիտեմ ինչ, Ռուսաստանում крепостническое право, Российская империя, ճորտերի հասարակություն, այստեղ էլ ամեն բանել չգիտեմ, պատիժ 100 հատ ապտակ, այդ ինչ բատ է, ինչ դեմ պետք է ունենաս, որ 100 հատ ապտակի, եւ այսպես էլի, տեղից վեր կացողը, եթե ինքը քեզանից ուժեղ է, իրավունք ունի դա անի։ Ինքը իրավունք ունի դատի, ինքը իրավունք ունի որոշի ով է ճիշտ, ով է սխալ, եսի միշտ մնացածներ այսպես ձեռքերը պահած, այսպես խոնարհ տիկանեն, իրանց ուզենան փայտով ծեծեն, ուզենան ապտակ տան, ինչ ուզենան անեն բավարար, գոնե անհարմար զգան իրանք իրանց մասին այդպիսի բաներ նկարեն, էլի։ Բայց դե մշակույթը դա է, ոչ բան չես կարող անել, ամեն մեկը ուզի իր մշակույթն է, չէ, ներկայացնում, հասկանում եք։ Ուրեմն այդ երկակի ծնվածը դա արդեն այն ազնվորությունն էր, որը ինքը ուսումը անցնելուց հետո ինքն էլ այդտեղ որոշում էր կայացնում, հասկանում եք, որ ինքը օրինակ ասենք արիական քաղաքակրթության մեջ կամ ուսման ընթացքում պատրաստվել է, որ ինչ ֆունկցիայով մտնի հասարակություն, ինչ որակներով։ Ու ասենք, երբ որ այդ բրահմանները իրանք սկսում էին բաները երեխաներին դպրոցից հանձնելուց առաջ ձեռնադրումներ անել, չէ՞, այդտեղ եթե իրանք ձեռնադրում էին անում, շատ պատկերավոր կարճ ասեմ, էլի որ մեկ էլ բան չլինի, չէ՞, կարճ ասած ձեռնադրում ասում են դու առևտրականի խավից ես, դու քրիստոնյաների խավից ես, դու բրահման ես, հաստատում էին, որ իրանք իրաց ծնունդը պատահական չի։ Եթե հանկարծ հայտնաբերվում էր, որ երեխան օրինակ առևտրականների բանում է ծնվել եւ բայց բրահմանի որակներ ունի, անմիջապես քրդերը նստում էին, եթե նույնիսկ պայծառատես չէին, ամբողջ հաշվարկները անում էին, որ հասկանային ինչպես է եղել, որ բրահմանի որակ ունեցողը ծնվել է վայշի ընտանիքում։ Ինչպես օրինակ այմա հենց նույն Վիդուրան էր, այմա Վիդուրան Մայտրեյի այդ որ խոսում է, դա Յամարաջն է, չէ՞, մահվանքի Աստվածն է ինքը։ Չէ՞ ու դա ասեք տարօրինակ բան էր, չէ՞ որ ինչպես կարող է սա ով է, էլի որ ասեք բարձր որակավորում է ցույց տալիս, բայց ծնվել է բան աղախինից եւ ուրեմն բան դասատևայից, ասիկան գերագույն աստվածության գիտելիքի գրականության մարմնավորումից։ Հասկանում եք, որ այլանք այդ որ անում է հապշով, էսի հոգի է, որը ինքը էսի Յամարաջն է, որը ինքը անեցք է ստացել։ Այսինքն ինչ որ բացել շարքից դուրս ինչ որ մի հատ սիտուացիա կա։ Կոնկրետ անեցք է ստացել կամ ինչ որ մի հատ կարող է ինչ որ վատ արարք արած լինի։ Հասկանում եք, որ մի կյանք, ասենք օրինակի համար, չգիտեմ, դրախտից դուրս գա մարդկային մոլորակների մեջ, ինչ որ մի հատ էս բան ունի, դի վառի, որից վերադառնա իր տեղ։ Հասկանում եք սերիներ, չէ՞, այդ ուրեմն առաջի հերթին այ դա էր հաստատվում, դվաշտերաշճոնի նշանակում էր ինքը բաներ էս կարման մաքրած, հա, առաքելության հանդեպ հակում ունեցող հոգիներ են արդեն դրանք։ Եվ երկրորդը, չէ, բնականաբար մենք միշտ խոսում ենք դրա մասին, որ առաքելության գոյավիճակը ինքը առաջի, չէ, կներեք, առաջի չէ, երկրորդ հերթին դա պարտականություններ կատարողներն են, այսինքն ազնվորություններ են, որոնք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում։ Չէ՞, հիմա, եթե այդ ձեռնադրումը կատարում է անը արիացի քուրմը, չէ՞, դա նշանակում է, որ այդ անձնավորությունն դա այն անձնավորությունն է, որը ինքը պատասխանատվություն է ընդունում ապրել այ կյանքով, ինչ սկզբունքներ, որ նկարագրված են կոնկրետ իր հոգևոր
դաշտում։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն ձեռնադրումը դա պարգևատրում չի, դա բաների պարտավորվածություններ առաջացնող բան է, որտեղ ինչպես ես ասեցի, օրինակ արիացիների մոտ ձեռնադրման ժամանակ հատկապես աշակերտը ինքը երդումներ է ընդունում, երդումներ է տալիս հոգևորությունից, թե ինքը ինչպես է ապրելու։ Հասկանում եք։ Հիմա օրինակ տեսեք, ասենք, օրինակ եթե դուք հիմա իսկ ասենք, երբ որ աստվածամերժության դարաշրջանը սկսվեց, չէ՞, օրինակ հիմա Հնդկաստանում այդ շնուրը հիմնականում կախում են միայն բրահմանիկական կաստան, այսինքն ուսոտ բաների հոգևորականները։ Այլևս առևտրականները ու քշատրիները իրանք այդ շնուրից չեն կրում։ Հա? Եվ տեսեք, ասենք, չէ, շատ մարդիկ կան, որ նույնիսկ այս մշակույթի մեջ շատ մարդիկ կան, որոնք իրանք այդ ձեռնադրման process-ը ընկալում են բաներ, ինչ-որ ասես կարևոր ծեսի մասնիկ, չէ, ոնց որ ասենք հիմա, ոնց է, չէ, մարդը իրան քրիստոնյա է համարում, որովհետև իրան բանանելուց, կնքելուց խաչ են կախում վզին։ Всё, ես քրիստոնյա եմ։ Այն նույնն է Հնդկաստանում է կատարվում, որ ասենք այդ բրահմանիցկի շնուրը կախեցին, всё, ես բան եմ, կամ ասենք հիմա արդեն այդպես չի, հիմա միայն նրանք, ովքեր որ ծնվում են բրահմանների կաստայում, իմինը կաստայում, ոչ թե որ որակներ ունեն, չէ, մենակ իրանք են շնուր կրում։ Հասկանում եք, հա? Հիմա ասվեց, որ այդ բանից հետո, ձեռնադրումից հետո ինչ-որ օրենքներ կան, որոնք պահպանվում են մի տարվա ընթացքում։ Հիմա ցանկացած նորմալ մարդու համար հարց է առաջանում, չէ՞, ասենք ապրեղից ինչ օրենքներ են, ասենք ինչու մի տարի, ինչու ոչ մի ամիս, ինչու ոչ 10 տարի, ինչու հենց մի տարի։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն ձեռնադրման ժամանակ հոգին ինքը գերագույն Աստծո ազնվության ողորմածությամբ հոգևորությունի միջոցով շունչ է ստանում, Աստծո ողորմածությունն է ստանում, այդ իրավունքն է ստանում, նյութական աշխարհից դուրս գալու ճանապարհով գնալու, չէ՞։ Եվ դա ձեռնադրումն է։ Հիմա ձեռնադրումից հետո կենդանեակը ինքը մի տարի ինչ-որ օրենքներ է պահպանում, չէ՞, որոնց միջոցով ինքը, ոնց ասեմ էլի, հաստատում է, որ ինքը այդ բանը ինիցիացիան էլի, որ բառը չգամ, հա, այդ ինիցիացիա ձեռնադրումը ինքը ընդունել է։ Որովհետև չէ, որ ասեք չեն կարող ասել, չէ, որ աստավորությունը ինքը ձեռնադրման հենց առաջի պահին փոխվում է։ Հա? Այսինքն ինքը փոխվում է, երբ որ առնվազն մի տարի ինքը պիտի շատ խիստ բոլոր կրոնական օրենքներով ապրի։ Հա? Ինչի համար։ Որտեղ եթե ինքը մի տարի կարողացավ խիստ օրենքներով ապրել, այդ օրենքները իր անցով կերպ հոգուն մաքրում են, հա, եւ ինքը հաստատված է մնում կրոնի մեջ։ Եթե ձեռնադրումից հետո ազնվորությունը ինքը չի խստացնում իր հոգևոր պրակտիկայի լրջությունը, չէ՞։ Ինքը կարող է այդպես տարիներ, տասնամյակներ շարունակ, տնավարի ասեմ էլի, այդ հոգևոր դաշտում ինչ-որ միտեղ այսպես պրոստը պարկած մնա, կոպիտ չասեմ էլի, հասկանում եք, հա, այսինքն, ինչ է հասկանում Մայտրեյան հիմա, որպես ամենը ներկայացնում է, չէ, ինքը հասկանում է, որ ձեռնադրումը ինքը դեռ
չի նշանակում էլի, որ կենդանիակի հոգեբանությունը ինքը հենց այդ պահին մի րոպեում փոխվեց։ Ինքը մի տարվա ամեն օրվա արարքների մեջ հաստատում է ուզում, որ դու վերցրել ես հոգևոր կյանք։ Հասկանում եք, ինչ է դա տալիս։ Երբ որ ազնվորությունը ինքը ձեռնադրում է ստանում, չէ՞, ինքը լրիվ ուրիշ մակարդակի է կարողանում հասկանալ սուրբ գրվածքը։ Ընդ որում, տեսեք, այստեղ շատ կարևոր է։ Ազնվորությունը ինքը կարող է ձեռնադրման ծիսակատարությանը մասնակցել, բայց ձեռնադրումը չընդունել։ Այն էությունը, որը իր համար ձեռնադրման ժամանակ անում են Աստված եւ հոգևոր ուսուցիչը, կենդանիակը ինքը դա կարող է չընդունել եւ մնալ բան էլի կներեք եւ նախընտրել իր սովորական կյանքով իր այդ ճղճի բալոտը ճահճային գոյության մեջ շարունակել այդպես մնալ։ Չէ՞։ Հիմա Մադրանիկը շարունակում է։ Ասում է պահպանելով обетвоздержание սեռական հարաբերություններից զերծ մնալու երթում։ Հասկանում եք։ Սա իրականում արիացիների մոտ շատ կարևոր գաղափար է։ Արիացիները իրանք ահռելի մեծ նշանակություն են տալիս, թե կենդանիակը ինքը ինչպիսի կարիքներ ունի սեռական թեմայի մեջ։ Այստեղ օգտագործվում է բրահմաչարյա բառը։ Բրահմաչարյա դա այն ազնվորությունն է, որը ինքը այնպիսի լրջությամբ է խորասուզված հոգևոր գիտելիքի ուսումնասիրության, այդ գիտելիքը սեփական կյանքում կիրառելու գործընթացների մեջ, որ ռուսերեն ասում են ему не до секса, էլի։ Հասկանում եք, не до этого вообще։ Եվ մենք դες այդ էներգետիկ իմաստով ենք խոսել, չէ, որ եթե անձնավորությունը ինքը բան է անում, ասենք, իրական, եթե իր ձեռքը իրական հոգևոր գրվածք է, այդ իրական հոգևոր գրվածքը ուսումնասիրելուց, չէ, ինքը այսպես էլի բնականորեն ոչ մի սեռական կարիք չի ունենում, որտեղ կյանքի էներգիան ինքը ոչ թե գնում է ներքև եւ սխում, որպես սեռական կարիք է, այսինքն դա հերիքը բացնելու կարիք, չէ, ուրեմն ինքը այդպես չի աշխատում էլի դա, հասկանում եք, էներգիան սկսում է բարձրանալ վերև, եւ իրանք շատ խիստ ուրեմն սեռական կյանքի բաներ պահպանում, զսպվածություն։ Հիմա տեսեք, ասենք այդ մեր դարաշրջանում, չէ, երբ որ արդեն այդ տղամարդիկ թույլ են, ոչ թե նրանք տղամարդիկ, կանայք էլ են թույլ, բայց ասենք այդ բրահմաչարի, այդ սեռական կյանքից զսպված լինելը, գիտեք ոնց էլի, օրինակ ես մեկ նայում եմ, որ այսպես նայում ենք, չէ, մենք կարող ենք շատ պարզ է, էլի, որ ասենք, մի թեթև եթե նայենք, տեսնենք, որ իրականում տղամարդիկ իրանք շատ մեծ կարծիք ունեն կանանց մասին։ Ահա որ մեծ։ Որովհետև իրանք կնոջից պահանջում են սեռական կյանքի կարգավորվածություն, այն որ կինը ինքը պիտի ուրիշ ոչ մի տղամարդու վրա աչք չգցի, չգիտեմ, ցանկություն հանկարծ չձևավորի, չէ՞, այդ հավատարմության գաղափարը ինքը որտեղից է գալիս, ոնց որ թե կինը ինքը, չգիտեմ, քարից է սարքած, ինչից է սարքած, չէ՞, բայց միանգամայն ակնհայտ է, չէ՞, որ մենք նույն նյութից ենք սարքած, մեր մարմինը ունի նույն որակը։ Եվ սեռական ցանկությունը ինքը դրված է հավասարապես եւ տղամարդու մարմնի մեջ եւ կնոջ։ Բայց տեսեք, երբ որ կան այսպես, նույնիսկ եթե սխալ տրադիցիաներով կապ չունի вообще, չէ, երբ որ կան տրադիցիոն,
Ինչ-որ բաներ, սահմանափակումներ, այսպես ասեմ, սահմանափակումներին հետևող բաներ, չէ՞, հասարակություններ, ինչ են անում այդտեղ տղամարդիկ, կներեք մեկ հատ պետք է ասեմ, էլի, տղամարդիկ ինչ են անում, իրանք կնոջից պահանջում են սեռական զսպվածություն, իսկ իրենք ասում են, մենք տղամարդ ենք, մենք չենք կարող մի կնոջով բավարարվել, այսինքն ոչ թե լուրջ եք նայում, չէ, ամբողջ պատմության ընթացքում աստվածամերժության դարաշրջանում տղամարդիկ ընդունում են այսպես սուրբ գրվածքների իդեմս սուրբ գրվածքների, երբ որ իրանք են գրում, էլի ոչ թե Աստծո կողմից է տված, չէ՞։ Հենց իրանք էլ իրանց համար գրում են, որ իրանք ընդունում են, որ իրանք կանանցից ավելի թույլ են։ Որովհետև չեն կարողանում զուսպ կյանքում մնալ։ Կամ եթե կարողանում են, ստիպված են լինում զուսպ կյանքում, որտեղ կամ այնպիսի արտաքին չունեն, որ որևիցե մի կին իրանց վրա ուշադրություն դարձնի, կամ գումար չունեն, կամ ինչ-որ մի բան չունեն, հասկանում եք, որտեղ ստիպված են լինում բան անել։ Նո այնտեղ էլ այդպես չէ, որ զուսպ են մնում։ Ինչ-որ ձևեր գտնում են ինքնավարման, հիմա դա չի անցել։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այս է, որ արիական քաղաքակրթության մեջ, չէ՞, տղամարդիկ իրենք, այո, շատ ուժեղ են եղել։ Նույնիսկ հիմա արդեն կարող եմ այսպես ասեմ, էլի, իրանք ռեալ կանանցից ուժեղ են եղել։ Մեր ժամանակներում կանայք տղամարդկանցից ուժեղ են, այմին ադատավոր դաշտում, որտեղ այդտեղ կանայք իրանք մինչև վերջ այսպես թասիբով հավատարիմ, բոլոր բաներով, անկախ նրանից ամուսնու հետ կյանք կա, չկա, ինչ է, ոնց է, այդտեղ ինչ բան է, խառնաշփոթ է կատարվում, ինքը պահպանում է իր զսպվածությունը։ Ու այդ իմաստով ինքը տղամարդուց ավելի ուժեղ է մեր ժամանակներում։ Հասկանում եք։ Հիմա սիրելիներս, չէ՞, այդ որ ասում եմ, բանել զսպվածության երթում են ընդունում, չէ՞, հիմա տեսեք, մեր ժամանակներում նույնիսկ նրանք, ովքեր որ այս գաղափարախոսության հետ են շփվում, եւ այդտեղ այդ գաղափարը ինքը շատ է քննարկվում, այդ սեռական զսպվածությունը, չէ՞, իրանք բան կա էլի, ուսումնական տարիքում, այսինքն տղամարդը, երբ որ ինքը ինչ-որ մի բան, այսպես ընդհանուր ասեմ, երբ որ ինքը ինչ-որ մի բան է սովորում, որպեսզի ինքը այդտեղ շատ մեծ արդյունքների հասնի, հա, ինքը պետք է սեռական զսպվածություն, այսինքն սեռական կյանքից պիտի հրաժարվի, որ էներգիաները վերև գնան, հա, ու իր բանականությունն ու միտքը ուժեղ, այսպես շատ ուժեղ կենտրոնացած լինեն այն գիտելիքի վրա, որը ինքը այդ պահին փորձում է վերցնել կամ իրականացնել կամ հասկանալ, չէ՞։ Այդ բանը ինքը կոչվում է բրահմաչարիա։ Բրահմաչարիա նշանակում է ազնավոտ տղամարդ, որը ինքը սերնահեղուկ բաց չի թողնում դուրս։ Всё։ Սա էներգիաները գնում են վերև մտային աշխատանքի վրա։ Չէ՞։ Հիմա իսկ մեր ժամանակներում այդ բրահմաչարիա սկզբունքը կամ սեռական կյանքից բաները վաստրժանիա, այդ զսպվածությունը, էլի, չէ՞, ընկալում են, որ մարդը կամ տղամարդը ինքը պետք է պայքարի սեքսի դեմ։ Հա։ Բայց ինքը բառը, ինքը խոսում է ընդհանրապես ուրիշ բանի մասին, այդ բրահմաչարիա, հա, ինքը ասում է շարժում բրահմանի մեջ կամ կյանքի ձև, հա, որի կենտրոնը Աստված է։ Այսինքն ինքը այսպես է։ Բրահմաչարիա դա նշանակում է բառերով, տնական բառերով ասեմ։ Բրահմաչարիա նշանակում է մի ազնվորություն, որը ինքը շատ լուրջ ուսումնասիրում է հոգևոր գիտելիքը։ Երբ որ ինքը լուրջ է ուսումնասիրում հոգևոր գիտելիքը, իր մոտ բնականից սեռական ցանկությունը քչանում է։ Ինչ է շահում, հոգևոր գիտելիքը տալիս է հրաժարում։ Հրաժարում ինչից։ Բնական աշխարհից։
նյութական աշխարհում սեռական հարաբերությունները ինչ տեղ ու դիրք ունեն, ահռելի մեծ, չէ՞։ Հասկանում եք։ Հա, ուրեմն այսինքն երբ որ ասում է բրահմաչարիա, դա այդ շարժում դեպի բրահման, այսինքն դեպի բացարձակը։ Եվ երբ որ կենդանիակը կամ տղամարդիկը հենց այդ շարժումով է զբաղված, ինքն իրան իր մոտ սեռական ցանկությունը կճարում է։ Մարդիկ իրանք այդպես են տեսել արական քաղաքակրթության մեջ, որ նա որ լուրջ խորասուզվեց գիտելիքի մեջ, այդպիսի տղամարդիկ որպես օրենք շատ հեշտ, հանգիստ, ընդհանրապես կանացետ գործ չեն ունենում։ Մեր ժամանակներում, տեսեք, երբ որ արդեն մարդիկ իրանք թույլ են, բոլորը եւ կանայք եւ տղամարդիկ, չէ՞։ Հիմա տղամարդիկ են, չէ՞, փորձում այդ բաները կազմեն, էլի։ Այդ երբ որ ասենք հոգեվորականներով իրանք առանձին ապրում են, չէ՞, միայն տղամարդկանցով։ Հիմա մեր ժամանակներում, որովհետեւ իրանք թույլ են, չէ՞, իրանք շատ հազվադեպ է, որ կարողանում են, այսինքն ոչ թե թույլ են, այս այա կարևոր է, էլի, հասկանում եք, որ իրականում խորասուզված չեն հոգևորի մեջ։ Հոգևոր գրվածքը իրանք անգիր են անում, մենակ նրա համար, որպեսզի կարողանան քննություն հանձնեն, կոպիտ ասած, որ պաշտոն ստանան։ Հասկանում եք, դրա համար այդ իրանք շփումը հոգևոր գիտելիքի հետ չի քչացնում իրանց սեռական կարիքը։ Եվ իրանք կամ երկակի կյանքով են ապրում, այսինքն ժամանակ առ ժամանակ ինչ-որ կանացետ, որոնք իրանք բերանը փակ են, ասենք չեն տարածում կամ վախացնում են կաշի վրայից այդ քերթենք, եթե միտեղ ասել ես կամ ինչ-որ մի կամպրոմատ են իրա վրա սարքում, որ չանի խոսա, գախնի կանացետ են գործ ունենում, կամ ավելի վատ են զբաղվում, բաներ են անում, չէ՞, որ է այդ վատ բաները։ Հա, ասենք տղամարդիկ իրանք իրենց շրջապատ բերում են մի հատ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ սիրող տղամարդու։ Հա, եւ այդ տղամարդի համար այդտեղ ինքը երջանկությունից լող է տալիս, որտեվ հարեմ ունի, հասկանում եք, եւ տղամարդիկ են իրանք բավարարում են իրենց կարիքը։ Չէ, մենք կարողանում ենք տեսնել, որ բոլոր դաշտերում, չէ, բոլոր դաշտերում եւ կաթոլիկ դաշտում եւ ուղղափառ դաշտում եւ բաների, ասենք այդ աշրավներ, ասենք այմինը սպիտակները, երբ որ ընդունում են վեդայական բաները, տղամարդկանցով գնում են իրենց մտում բաներ անեն, ուսումնասիրեն, ասենք գուրուկուլաներում պիդոֆիլիա դպրոցներում էլի, այդ հոգևոր դպրոցներում պիդոֆիլիա է տարածվում, բանը պետք է հրաժարվածություն պահի, բայց այստեղ ամենակարևոր գաղտնիքը դա է, որ եթե ինքը ռեալ հոգևորով զբաղված չի, ինքը չի կարող լինի սեռական կարիքից ազատ։ Հասկանում եք։ Դրա համար բրահմաչարիա նշանակում է նա ով գնում է դեպի բացարձակ։ Եվ այդպիսի անձնավորությունները իրենք ճիգ չեն գործադրում, ասում իրանք չեն պայքարում սեռական կարիքի հետ, իրանք ուղղակի այդ կարիքը պրակտիկորեն չեն ունենում։ Մինչև այսպես էլի հատուկ չշփվեն։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ մեկ կաթոլիկ եկեղեցում, մեկ էստեղ, մեկ այնտեղ, մի հատ սկանդալ է բացվում, չէ՞, այդ կամ պիդոֆիլիայի կամ հոմոսեքսուալիզմի հետ կապված, որ հոգևորականները այդպիսի բաներով են զբաղվում։ Իհարկե դա հաճ երևույթ է, չէ՞։ Ինչ վերաբերվում է, ասենք, մուսուլմանական դաշտին, ապա ասենք իրանք ընդհանրապես տղամարդու համար ոչ մի ամոթալի բան այդ երևույթի մեջ, ինչքան ես հասկացա, չեն տեսնում, որովհետև երբ որ կարդում եմ կամ լսում եմ, օրինակ Օսմանյան կայսրության մեջ, չէ, ինտերվյու էի լսում, որտեղ Հանրայդ Բալերոն Ցիսկարիձեն էր խոսում, ինքը այդտեղ այսպես այդ հոմոսեքսուալիզմի մասին, երբ որ խոսում էր, պեդոֆիլիայի մասին, երբ որ խոսում էր, ինքը ասում էր, որ
Օսմանյան կայսրության ժամանակ թուրքերը իրանք ամենամեծ քանակությամբ Վրաստանից էին փոքր տղաներ տանում, որտեղ Վրաստանի տղաները իրանք գեղեցիկ են։ 9 տղաներին ամենաշատը Վրաստանից էին տանում, որպեսզի իրեն այդ այլասերվածությունները ստանան։ Հիմա դա կրոնականության հետ դա ինչ կապ ունի։ Ոչ մի կապ չէ, ոչ այնտեղ, որտեղ ուզում է լինի, կապ չունի։ Հասկանում եք, եւ այս Բրահմաչարյան, սա շատ կարևոր է, էլի, ես հասկանում եմ, որ դուք հիմա ազնվորություն եք, որոնց համար այս բառը ոչ մի բան չի նշանակում, բայց նրանք ովքեր որ ասենք լսում են նրանք ովքեր որ իրանք այս կուլտուրայի մեջ են եւ հիմա իմ միջոցով փորձում են խորանալ, ուրեմն խնդրում եմ ձեզ, այս բանը հասկացեք, որ Բրահմաչարյա դա այն ազնվորությունը չի, որը սեռական կարիք ունի ու պայքարում է այդ կարիքի դեմ, որպեսզի պահի այդ օրենքը, հա, դա որտեղ այդ ժամանակ դուք կենտրոնանում եք նրա վրա, որպեսզի խուսափեք կանանցից հետ շփվելուց եւ ձեզ թվում է, որ դուք պիտի կանանց հետ չշփվեք, որ սեռական հարաբերություններ չուզենաք։ Հասկանում եք։ Իսկ դուք պետք է հասկանաք, որ իրականում սեռական օրգանները իրանք օբյեկտ չեն ուզում։ Դա ուրիշ կարիք է, չէ՞, պետք է հասկանաք, չէ՞, տեղ ինչ է տեղի ունենում։ Տղամարդու օրգանիզմի մեջ հավաքվում է սերմնահեղուկ, եւ որ այդ սերմնահեղուկը հավաքվում է, ինքը выход требует, ինքը ուզում է դուրս գալ օրգանիզմի մեջից, որտեղ ասահմանափակ չի այն տեղը, որտեղ ինքը կուտակվում է։ Հասկանում եք, իսկ այլացիները իրանք ասում են, երբ որ մարդը ինքը կենտրոնացած է հոգևոր գիտելիքի վրա, հա, այդ սերմնահեղուկի ձևավորումը շատ կտրուկ իջնում է։ Եվ համապատասխանել այդ կարիքը ինքը արդեն ինքնըստինքյան պակասում է։ Ուրեմն նրանք ովքեր որ փորձում են Բրահմաչարի սկզբունք պահեն, իրանք պետք է հասկանան, որ դրա համար իրանք ոչ թե պիտի իրանց կարիքի հետ պայքարեն, այլ պիտի ապահովեն, որ կենտրոնացած լինեն հոգևոր թեմաների վրա։ Երբ որ բանականությունը ինքը խորանում է հոգևոր թեմաների վրա, այդ կարիքը ինքն իրան շատ կտրուկ պակասում է։ Սա էլ էսպես, ուրեմն, չէ, այսինքն մենք պիտի հասկանանք եւ ասեց եւ կատարում է նախասահմանված գործողություններ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ հոգևոր գրվածքները, չէ, իրանք միշտ մի հատ գաղափար են, հիմնական գաղափար են առաջ քաշում։ Ոչ մի տեղ այդպիսի գաղափար չկա, հասկանում եք, որ մենք տեսնենք, որ սուրբ գրվածքը ինքը ասի, ինչ ուզում ես արա, մենակ թե Աստծուն սիրի, կարևորը դա է։ Հասկանում եք, որովհետև եթե ասենք ու այ մարդիկ իրանք ընդհանրապես դաժե նույնիսկ չեն մտածում, թե դա ինչ գաղափար են առաջ քաշում, երբ որ մարդիկ կան, որ իրանք այդպես են չէ մտածում, որ ինչ ուզում ես արա, կարևորը Աստծուն սիրես, ես Աստծուն սիրում եմ։ Հա, բայց ինչ է ասում ինքը Աստված։ Ես ինքս եմ միշտ ասում եմ, այնց որ հարցնում են, ասում են, ձեր համար սերը ինչ է։ Հա, ես միշտ ասում եմ, ու հիմա էլ եմ ասում, այսինքն ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ։ Իմ համար սերը դա արարքներ են, առաջի հերթին։ Դա ոչ թե այն է, ինչ ես զգում եմ իմ մեջ, այլ դա այն է, թե ես ինչ եմ անում այն օբյեկտի հետ, որին հայտարարում եմ իմ մեջ, որ սիրում եմ, ինչ եմ անում ընդհանրապես այդ օբյեկտի հետ կամ այդ օբյեկտի համար։ Սերը ինքը արարքներ է, չէ՞։ Եվ դրա համար գերագույն ազնվորությունը իրական սուրբ գրվածքներով, հա, միշտ ինքը այդ գաղափարն է առաջ քաշում, որ կապվածությունը, հարգանքը, կապվածությունը, սերը, իրանք միշտ արտահայտվում են, այսպես էլի շատ կոնկրետ արտահայտվում են մարդու կյանքի մեջ։ Ամեն օր, ամեն արարքի մեջ, ամեն պարտականության մեջ։ Հասկանում եք, եւ այդ երբ որ մենք ասում ենք պարտականություն, մեզ թվում է դա ինչ-որ վատ բան է։ Իրականում պարտականությունը դա ճիշտ գրագետ պահվածքն է։ Հա, երբ որ այդ ճիշտ պահվածքը ինքը դառնում է կյանքի ձև։ Այլ ոչ թե ես ոնց ուզումից պահում եմ, չէ՞։ Հա։
ու ասենք մեկ էլ մեջտեղ ընկան ընտանիքավորները, շատ հետաքրքիր պահեր, չէ՞։ Այսինքն ասեց բրահմաչարյաները, այսինքն չորսաբաները, աշրավանները, չէ՞, բրահմաչարիները, հետո ընտանիքավորները։ Որն էր մշակույթը։ Երբ որ արիացին ինքը սովորում էր հոգևոր ուսուցչի մոտ, ինքը ստանում էր մասնագիտական կրթություն եւ հոգևոր գիտելիքը ինքը իրականում, հիմա մենք այսպես լուրջ խոսանք էլի, թե դա ինչի մասն է խոսքը։ Իրականում հոգևոր գիտելիքը դա հոգեբանություն է։ Այսինքն հոգեբանության գիտելիք էին ստանում, հոգեբանական կրթություն էին ստանում, ինչպես ճիշտ շփվել։ Որն է ընդհանրապես հոգեբանությունը։ Եվ այո, արիացիների հոգեբանությունը դա 3 գոյավիճակների միջով անցած հոգեբանությունն էր։ Այսինքն նրանք, ովքեր ում ներսի հիմքը թշնամությունն է, ում ներսի հիմքը կրկերն են, ում ներսի հիմքը բարիությունն է։ Սա 3 բացարձակ տարբեր հոգեբանություններ են։ Եվ արիացին ինքը այդ հոգեբանությունն է սովորում, չէ՞։ Այսինքն իրեն սովորեցնում էին դիմացինին ճիշտ գնահատել եւ իմանալ, թե գնահատելուց հետո այդ ամեն մի տիպի անձնավորությունը, որին ես գնահատեցի որպես այդպիսին, ես իրանից ինչ կարող եմ սպասեմ։ Այսինքն այդպիսի անձնավորությունը ինքը ինչի է ի վիճակի հարաբերությունների մեջ։ Եվ երբ որ ես այդ գիտելիքը ունեմ, չէ՞, եթե ես հասկանում եմ, որ գործ ունեմ սրիկայի հետ, ես չեմ կարող, չէ, ընտրեմ սրիկայի, եթե ազնիվ մարդ եմ, կամ հակառակը, եթե ես սրիկա եմ, ես սրիկային միանգամից կարողանում եմ ճանաչել, չէ, свой человек։ Իրար հետ դնում են սրիկայություններ անելու։ Հասկանում եք, այդ գիտելիքը ահավոր կարևոր է։ Դրա համար ես միշտ ասում եմ, մեր դպրոցներում պատրաստում են մարդուն բանի, պրոֆեսիոնալ ընտրության, չէ, ընդհանուր կրթություն տալով։ Եվ ոչ մեկ, ոչ մի տեղ, աշխարհում ոչ մի տեղ, Հնդկաստանում ներառյալ, ոչ մեկին չեն սովորացնում ապրել։ Հասկանում եք։ Եվ այո, ես սկզբունքորեն եմ համարում, որ ժամանակակից կիրառական հոգեբանությունը, այդ իմինը ժամանակակից մեկ արիացիներն են շատ ուժեղ հոգեբանություն ունեցել, մեկ էլ այդ կիրառական հոգեբանությունը ինքը ահռելի աշխատանք է տարել տգետների եւ կրքոտների հոգեբանությունը ուսումնասիրելու մեջ։ Առաքինինեն իր չի կարող ուղղակի ոչ թե որ ինքը սահմանափակ է, որտեղ իրանք գիտնականներ են, չէ, իրանք վերցնում են մարդկային տեսակները եւ ուսումնասիրում։ Հիմա առաքինի հոգիներ չկան։ Հասկանում եք։ Եվ հետեւաբար հոգեբանները, այո, իրանք այդ իրականությունն են ընդունում, որ այդ ինչ որ սուտ գրվածքները ասում են առաքինություն, եսի ինչ, պրոստը չկա տենց բան, դա հորինված իդեալիստический ինչ որ բաներ են, էլի, որտեղ այդպիսի անձնավորություններ հիմա ռեալ չկան։ Հասկանում եք, ովքեր կան բա։ Կան տգետները, այսինքն թշնամանք ունեցողները իրանց սրտում, կրքեր ունեցողները իրանց սրտում, որոնք իրանք գալիս են հոգևոր, հիմա վերցնում են առաքինի պահվածքը, որի տակ թաքցնում են իրանց թշնամանքն ու կրքերը։ Եվ հոգեբանները իրանք դա իդեալական ուսումնասիրել են։ Կոչվում է առաքինության իսկաժենյաներ։ Դա էլի որ հասկանում եք, այդ գարտակինից մենք մտածում ենք, որ այդ ազնվությունը օրինակի համար ինքը խոնար է, բայց իրականում ինքը խոնար չի, ինքը տրավմաներ ստացած անձնավորություն է։ Հասկանում, եւ այդ ամբողջ պալիտրան հոգեբանները իրանք շատ բարձր մակարդակի ուսումնասիրել են, ինչ եմ ես կան ասում, որ այո, ես էլի եմ ասում, այդ առարկան
Իմինը կիրառական հոգեբանությունը, ոչ թե լոլոները, այլ կիրառական հոգեբանությունը պետք է այսպես դպրոցական տարիքում, չգիտեմ, կարծում եմ, որ 3-4 դասարանից արդեն սկսեն հիմքերը սովորել։ Հասկանում եք, եւ մինչեւ վերջ այքանի մարդը կրթվում է, ինքը պիտի անպայման եւ դպրոցում եւ բարձրագույն ամեն անգամ մազավորությունը ինքը հասունանալու ընթացքում ավելի հասուն է մոտենում այդ առարկային։ Եվ այնպես ինչպես հոգեբանության հետ կապված գիտելիքը կարող է որպես խաղ ընկալել, չգիտեմ, 13 տարեկան երեխան, բայց միևնույն է կրթություն ստանալ, հասկանում եք, շատ ավելի լուրջ է դրան վերաբերվում բարձրագույն հաստատությունում սովորող հաստատությունը, չէ՞ արդեն, որտեղ բանականության մակարդակն է ուրիշ։ Հասկանում եք։ Հա, եւ այ արդեն արիական քաղաքակրթության մեջ, երբ որ ինքը կրթությունը ստանում վերջացնում էր, այդտեղ ինքն ու իր հոգևոր ուսուցիչը որոշում էին կայացնում, ինքը պիտի ամուսնանա, թե կարող է գնալ հրաժարում, այսինքն ցարապես չխառնվել կյանքի, գնալ մենակ հոգևորով զբաղվել։ Հասկանում եք, ոնց է դա որոշվում։ Եթե ինքը հայտնաբերում էր, որ ինքը իր մեջ սեռական հարաբերության կարիք ունի, ինքը անկեղծ գնում էր ընտանիք կազմել։ Եթե ինքը տեսնում էր, որ դա էլ այդ խորասուզվածության քանակությունից էր կախված, չէ՞։ Եթե ինքը տեսնում էր, որ այդ ուսումնասիրությունների ժամանակ ինքը ռեալ այնքան խորն է մտել այդ ամեն ինչի մեջ, որ սեռական կարիք պրոստը պրակտիկորեն չունի, ինքը գրում էր հրաժարման։ Արիացիները ոչ մեկի թույլ չէին տա, որ ինքը մտնի հրաժարման դասի մեջ կամ հրաժարվածի կյանք, եթե ինքը սեռական ցանկություն ունի, որտեղ եթե ինքը սեռական ցանկություն ունի, դա նույնն է, ինչ որ ես նոր ասեցի, որը հիմա մեր ժամանակներում տեղի է ունենում։ Հավաքվում են տղամարդկանցով, մի հատ հոմոսեքսուալիստ են բերում, իրանց հետ շրջապատում, իրանց գաղտնիքը պահելով, իրանց համար կյանք են ապրում։ Հասկանում եք, եւ չեն կարողանում կենտրոնանալ իրական հոգեվոր process-ների մեջ։ Սա շատ կարևոր թեմա է։ Նրանց համար, ովքեր որ ուզում են ռեալ առաջընթաց ունենալ, չէ՞։ Բայց ինչպես մենք տեսնում ենք, չէ՞, ուրեմն հոգևոր կյանքը ինքը չի ավարտվում այդ ուսումնական ընթացքով, որտեղ դրանից հետո գալիս է ընտանեկան կյանքը։ Եվ ազնվորությունը ինքը ընտանեկան դա նշանակում է, որ մարդը ինքը ընտանիք կազմեց, ինքը հասարակական մարդ է արդեն, որտեղ ինքը պիտի անպայման ընտանիքը տնտեսություն է պահանջում, չէ՞։ Եվ այլն, այդ ամեն ինչ մարդը արդեն պիտի հասարակություն դուրս գա աշխատի, այդ հասարակության մեջ ինչ-որ տեղ ունենա, այդ տեղից կախված է իր բարեկեցությունը եւ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Եվ ուրեմն Մայտրեյան ինքը վիդուրային բացատրում էր այս ամեն ինչը եւ եկեք այստեղ կանգնենք, ասածը արդեն կուսումնասիրենք ավելի ուշ։ Ստեսություն։